Փարիգեսոր սերներ Փարքունանգ ասոր անգամ եւս Տեր մեզի հավաքեց, որպեսզի իրեն խոսքը գայնակ սերդել միասին եւ ուրախ սիրտ ունենալ, քանի որ Աստված մեր Տերն է։ Աղոթենք, երկնավոր Հայր, շնորհակալ ենք քեզ մեր բոլոր փարիքներոդ համար։ Երիկները երկիրը ստեղծող մեր Տերը, մեր Աստվածը, թագավոր եւ Տեր դերած եւ թուն մեզի գսիրես ու թուն մեր Տերն ես, մեր Աստվածն ես, մեր փրկիչն ես, մեր ընկերն ես, ամեն վարյան մեր ցերքեն բռնողն ես, շնորհակալ ենք անոր համար Հայրեմ, կբաշխենք քեզ, կփառավորենք քեզ եւ թուն սիր որ Սուրբ Հոգին գղրգեն, որովհետեւ անիգա ցեզի սորվեցնե, անիգա ցեզի գրթե հանդիմանե ճշմարության եւ թադասանի մասին։ Երկնավոր այսօր կխնդրենք, որ Սուրբ Հոգին մեզի առաջնորդել, որովհետեւ քու գրած քիրքը կարենանք մենք հասկանալ եւ մեր կյանքի մեջ յուրացնել, ոչ միայն լսողը լանք, այլև գադարող։ Երկնավոր Հայր, այս ամենը կխնդրեմ Հիսուսի անունով, անոր թափած արան արժանիքով, փառքի համար ըլլա, ամեն։ Շնորհակալ ենք։ Ուրեմն մենք քանի մի շաբաթներ չգրցանք ասել դողություններ, քանի որ ես հոս չէի, եւ աս շրջանին մենք սկսանք նոր երամսյակը եւ նոր քիրքը, եւ աս նոր քիրքին անունը հավատքի թասերը Հեսուի քիրքեն։ Ուրեմն Սուրբ քիրքին մեջ Հեսուա քիրքը գա, Հեսուին քիրքը, մեր Հեսուին օրինագեն, ինչ տեսակ հավատքի թասեր կրնանք մենք առնել։ Հեսուն երկու նրդեսներն մեկն էր, որ Մովսես ղրգեց Կանանու երգիրը 12-ն երկուքն էին, որ միայն հավատացին, որ գրնան այդ երգիրը ընդունել։ Եվ ուրեմն Հեսուն ադոսմե մեկն էր, որ չմեռավ 40 տարվա ընթացքին։ Եվ Մովսեսին փոխարեն Աստված իրեն ընտրեց, որպեսզի ժողովուրդը դեպի Կանանու երգիրը դանի եւ գարենա Կանանու երգիրը նվաճել։ Ուրեմն երբ որ Մովսես պիտի մեռներ, Մովսեսին դեղագալը Հեսուն եղավ։ Մովսեսին հաջորդը Հեսուն եղավ եւ Աստված Հեսուին տվավ նույն հոգին, նույն Սուրբ Հոգին, ինչ որ Մովսեսի տված էր։ Եվ Մովսես իրեն ասավ. Միայն թե զորացիր ու քաչ եղիր, որովհետեւ բահես եւ ամբողջովին կատարես այն օրենքը, որ իմ ծառաս Մովսեսը պատվիրած է քեզի։ Անգե չշեղվիս, թեպի աճ կամ ցախ, որովհետեւ ամեն ինչի մեջ հաջողություն ունենաս ուր որ երթաս։ Ասիկա Աստծո խոստումն էր, Աստծո խոսքն էր Հեսուին, որովհետեւ Հեսուն քաչը լա։ Եվ առաջ էր միլիոնավոր ժողովուրդը ղեկավարելու համար Աստված ասա որ իրեն հետը բիլա։ Ուրեմն ասի Հեսուի քիրքին նպատակն է, որ Աստված մեզի հետ է եւ մեզի մի երբեք չի ցկեր, մեզի երբեք չի լքեր։ Ուրեմն մի վախտար եւ մի զարհուրիր։ Երբեմն մենք առիթներ գլա որ դժվարության մեջ կինաս եւ վրա սոսկումը գուքա, նեղությունը, դժվարությունը, անհանդարտ վիճակը ունենաս։ Ինչ պետք է անես այդ ժամանակ։ Այո։ Եվ վստահիլ, որ Աստված խոստացել է եւ Աստված մեզի հոգ պիտանի ջամփան բիթփանա, անվան ջամփան բիթփանա։ Ուրեմն Հեսուն առաջին տասը անցանք հաջողության փաղադրադոմսը, այսինքն ինչ է այդ ռեսեպին, որ գսենք հաջողություն ունենալու, ինչ պետք է լա որպեսզի մենք հաջողություն ունենանք, Աստծո խոսքը գադարե օրենքը եւ մի շեղվիր աճ եւ կամ ցախ եւ ադոր վրա հաջողություն ունենաս։ Այսինքն Աստծո հետ քու ցերկը Աստծո հետ բահե, Աստծո ցերկին մեջ բռնեք ու ցերկը հաջողություն անվան ունենաս։ Քանի որ արդեն Աստծո ուզածն է որ պիտի ուզես անել։ Ատկե վերջը տեսանք որ Աստված շնորհ կունա անոնց ովքեր որ հավատք ունին։ Երբ որ Երիքովը պիտի առնեին նորեն լրդեսներ կացին, լրդեսները մեկը բահեց իրենց կովը, Ռախաբ անունով որնիկ մներ, որ համ սդախոս էր, համ ամպարական մեկն էր, հայց, աս լրդեսներում դեստանում բես անոնց բահեց, ըսա որ ծեր վախը մեր ժողորդին վրան է, մեր սիրդերը գհալին, և ըսավ գխնդրեմ որ, երբ որ աս քաղաքը ժարանքեք, ինձի հիշեցեք, որ ծեզի լավություն ըրի, Եվ իրավ լավություն հրավ ըսա, որ երեք որ անդարը բահվեցեք մեջտեղ մի ելեք, վերջը ետքացեք ծեր պանագը, և որ լրդեսները ճիշտ այպեսան եղավ, լրդեսները եկան ասին, որ խոստացել ենք ասկնոչը,
իրեն biçի մերցնենք, իրեն ասի որ գարմիր գաբեք ու բադուհանիդ որպեսզի գիտնանք որ մեկ տունն է եւ ճիշտ այդպես ալ եղավ, այդ գարմիր գաբը ինչ կխորհրդանշե Հիսուսի այրունը կխորհրդանշե, որ Հիսուսի այրունը որուն վրա որ եղավ անիգա կփրկվի եւ ասկինը եւ իրեն ընտանիքը նման փրկվեցավ եւ երբ որ Հիսուսին ազգադողը կգարթանք ասկատու ճանունը մեջն է Հիսուս ասկե սերեցավ իրեն ասկնոջ հավատքը իրեն փրկեց ոչ միայն փրկեց այլև արդյունքը դվա որ Հիսուս իր սերունդին մեջ ըլլա ասի զարմանալի շնորհք մնե որ Աստված մեզի ամեն մեկ ուսկուդա եւ որ մենք ապաշխարենք մենք նոր մարդ կլանք հինը անցավ ամեն բան նորոգվեցավ գսե մեր սդախոսությունը մեր անփարագանը լա մեր քողը լալը մեր չարը լալը մարտասպանը լալը ինչ մեղք որ կորձերես երբ որ թուն ապաշխարես ճշմարտաբես Հիսուսի առջև գուքաս եւ Քրիստոսի այրունը քեզի բոլոր քու մեղքերդ կլվա եւ կմաքրե քու հոգեգան մեղքերդ եւ քու դուրսը դալ կփոխվի եւ Աստված այանդեն այդ շնորհքը քեզի գուտա եւ թուն դարբեր մարդ կլաս իրեն փառք տալու համար Ատկե վերջը կգարտանք ինչպես հորթանան քեդը եկան ըսա որ քահանաներուն ասե որ հորթանան քեդը մտնան երբ որ քահանաներուն ոտքը հորթանան քեդին մեջը մտավ ճուրը գսե որ դեզի բես գեցավ մեկ կողմի վրա բադի բես գեցավ ճուրը գեցավ եւ իր մե եղող հոսող ճուր չի մնաց չորցավ հորթանան քեդը չորցավ երկրորդ անգամ մեմը Մովսես Կարմիր ծովը Աստծո հրամանովը բաժնեց հիմա էլ հեսուն ասա որ քահանաներուն ճուրը մդեք երբ որ ճուրը մդան երբ որ հավատք ունիս եւ հավատքդ կորց կունենա այն ադեն հարոճողություն կունենաս չես կնար ցերքդ նստած ձալած նստիլ եւ խորին որ հաջողություն ունենաս թունք ու բաժինդ պիտինես Աստված քեզ մե ինչ կգնգալ է թուն ադի պիտինես եւ մնացած Աստված պիտինե եւ այդպիսով հորթանան քեդը անցան Եվ հեսունսա որ 12 քար արեք մեջ են հորթանան քեդին մեջ են քեդի քարերը գիտեք գլոր խոշոր գլան եւ ասիգա ասավ աստեղը տեզ մնեք եւ ասից էսի հիշադակը լա որ դու հորթանան քեդը չոր ցամաքով անցակ եւ որ ադի Աստված էր ցեզի փերա եւ հիմա մենք գուքանք 4-րդ տասը հասած ենք եւ 4-րդ տասին նպատակը ասմեր ամբողջ աս պատերազմներուն հիմքը Ինչ տեսակ պայքար մգա շատ պատերազմ գլա բայց իրական հիմքը ինչ է աս պատերազմներում ասի է որ պիտի սերտենք այսօր քիչմը ուրեմն մեր գարտալիք համարն է հեսու 10:14 Անորպես ով չեղավ ոչ առջև ոչ եթե դերը մարդուն ցայնը լսեց քանզի դերը Իսրայելի համար պատերազմվեցավ Ամեն Այսօր պես կսե օրը թեր չի եղած եւ բիչը լայալ որ դերը մարդուն ցայնը լսեր Աստված լսեց մարդուն խոսքը մարդուն աղոթքը լսեց եւ Աստված պատերազմեցավ Իսրայելին համար Այսօր քիչ մասոր մասին պիտի Սերդեք հիմա գիտեք երբ որ պիտի նվաճեին կանանու երգերը պատերազմներ պետք է լայն քան հոն մարդիկ կային գաբրեին չսին եկեք հրամեցեք մեր դուները առեք մեզի մերցուցեք կամ մենք երթանք աստեղեն չէ ըստ զորով պետք է լար դժվարությունով պետք է լար արդյոք կսե Աստված կբնթե որ ինքն է այս թաժան հագամարտություն նախաձեռնողը այսքան Աստված է որ գսե որ քնա եւ առ զարկ եւ առ քնա ասավ Երիկովին 4 կողմը 7 անգամ բդդվիր պատերը փլեցան եւ մեջի մարտիկը իրեն ցերկ անցան Աստված ինքը նախաձեռնեց Բայց հարց կառաջանա, ինչպես կնանք հասկանալ, որ Աստծո ընդրա ժողովուրդը աստեսակ փորձությունների մեջ են գանցնի եւ ինչպես հնարավոր ասել ռազմադենչ Աստված կերպար մոնի միևնույն ժամանակ իր սիրո բնավորությունը գտնե մեզի ինչպես կնանք աս երկու հատը հասկանալ Ուրեմն ասիկա փարթ հարց մնե Փարթ է անու համար որ գիտենք որ Աստված սեր է բայց եւ նույն ժամանակ Աստված կսե որ կնա պատերազմիր Ինչ է ասո դագը
Ուրեմն գարտանք Հեսու 5-րդ գլուխ 13-ին 15 համարները։ Երբ Հեսու Երիքովի մոտ էր, աչքերը վերցնելով տեսավ, որ անոր իր թեմ մարդ մը գաներ էր, որուն ձեռքը մերկ սուր մգար։ Հեսու անոր մոտենալով ըսավ. «Մեզմե ես, թե մեր թշնամիներեն ես»։ Եվ անիկա ըսավ. «Ոչ ալ ես Տերոջմեն զորավորն եմ»։ Ու հիմա եկա։ Հեսու երեսին վրա քեդին ինգավ ու երկրպագություն ըրավ անոր եւ ըսավ. «Իմ դերս իմ ծառայիս ինչ կհրամայե»։ Դերը զորավայր Հեսուին ըսավ. «Ոտքերուդ կոշիկները հանե, քանզի գայնած տեղդ սուրբ է»։ Հեսու հանեց կոշիկները։ Այո, շնորհակալ եմ։ Հեսուն մեկը կտեսնա մարդը։ Իրեն աչքին մարդու պես կերնա, որ մերկ սուրմ ուներ։ Ինչ կնշանակի, այսինքն զորավոր մեկն է։ Եվ Հեսու կհարցնե, դու մեր կողմեն ես, թե ոչ հակառակ կողմեն ես։ Եվ ինչ կպատասխանե մարդը, կսե ոչ։ Ես ոչ քու կողմեն եմ, ոչ էլ հակառակ կողմեն եմ։ Ես Տերոջը զորավորն եմ։ Եվ ինչ կսե, կոշիկները թանե, քու գայնած տեղը սուրբ է։ Հեսու կգիտնա, որ անիկա նախագերբարն է, Քրիստոսի նախագերբարն է։ Միայն Քրիստոս է, որ Տերոջը զորքերուն զորավարն է։ Եվ եկած էր Հեսուին ասելու, որ ես քու տեղդ պիտի պատերազմեմ։ Դու պատերազմելու պետք չունես։ Հիմա եթե մտածենք, Իսրայելի ժողովուրդը, երբ որ Եգիպտոսի երկրեն պիտի ելներ, փարավոնին արչև գնալ պատերազմիլ։ Ուժ չուներ, փամը չուներ, որ գնալ պատերազմիլ։ Ով պատերազմեցավ, ով հանեց ժողովուրդը Եգիպտոսի երկրեն։ Աստված հանեց։ Աստված զորավոր ցերկով 10 բադիժներով ցկեց, որ խաղաղությունով անոնք դուրս ելեն։ Հիմա հոս, երբ որ երկիրը պիտի ժառանգեն, եկած է Տերոջը ինչ կսեգոյին իրեն համար, ես Տերոջը զորավարն եմ ու հիմա եկա։ Տերոջը զորավարը։ Տերոջը ջեներալ։ Հա, ոչ քու գոմը, ոչ միսին գոմը, ես Տերոջը զորավարն եմ։ Ժողովուրդը ռազմական շատ բան չէր գիտեր, ինչպես պիտի պատերազմի։ Գրնային գործվել, անոնք նիզակներ ունեին միայն, բարսադիկ ունեին, ինչպես պիտի կարողանային այդ քաղաքները գրավել։ Ուրեմն Տերոջը զորավարը գսե Եզակի եբրայերեն բառը զորավար զորք բարերու համակցությունը զորքին կնշանակի հրեշտակներու կամ երկնային մարմիններու զորավար կրնալալ։ Նախա մարմնավորված Քրիստոս Հեսուին երևա ոչ միայն որպես տաշնագից, ոչ էլ նույնիսկ որպես Իսրայելի բանակի իսկական հրամանդար, այլ որպես հրեշտակներու անտեսանելի, բայց իրական բանակի հրամանդար, որ ներգրաված է շատ ավելի մեծ պայքարի մեջ, քան Հեսուի բանակը քանանացիներու գրնա անել։ Այն հավասար է Աստծո, քանի որ Հեսուն երեսնի վայր քեդինը գինա եւ կխոնարհվի անոր արչեւ երկրպագություն գնա իրեն։ Գիտենք, որ ասկե հայտնության Հովաննու մեջ, երբ որ հրեշտակ եկավ եւ Հովաննես կուզեր երկրպագություն, սա ոչ միներ, ես հրեշտակ բնեմ, քեզի պես ծառայագից եմ, բայց հոս ասի Հիսուսն էր քանի որ երկրպագությունը ընդունեց։ Եվ ասա որ գոշիկի տեղը սուրբ է, ինչպես որ Մովսեսի ասած էր գոշիկի տեղը սուրբ է։ Գոշիկը թանե։ Գեցած տեղը սուրբ է, այո։ Ուրեմն իմը խիթարություն գնանք եւ պետք է իմանանք, որ Տերոջը զորավարը գործե ի պաշտպանություն իր ժողովրդին։ Երբ որ դու դժվարության մեջ ես գնաս Աստծո խնդրել, որ իր զորքը գրգե, հրեշտակներու խումբը գրգե, քու շուրջը ցանկապատ քաշե, որպեսզի քեզի ազատե, երբ որ նեղության մեջ ես։ Մենք գիտենք, որ հիմա Հիսուս կբادرազմեցավ երկնային զորքերու ժամանակ Արուսյագին հետ։ Արուսյագը, որ հրեշտակներու բազմությունը հագարակ դրամատուրգ դվավ Աստծո հանդեպ, որովհետեւ Աստծո իրեն աթորը Աստծո աթորեն բարձրացնե եւ բادرազմը ուր եղավ երկինքի մեջ։ Երկրի վրա չէր, բادرազմը երկինքի մեջ եղավ,
դասե եւ արուսյակ կամ սատանա իր հրեշտակներով բայկարեցավ եւ Քրիստոս իր հրեշտակներով բայկարեցավ եւ Քրիստոս հաղթեց, քանի որ ինքը հաղթող է։ Ինքը Աստված է եւ արուսյակը ստեղծված հրեշտակ մներ։ Բայց ապստամբած էր Աստծո հանդեպ եւ ուրեմն երգիր ներդրեցավ։ Գալարության գնիքներ ինչու համար իր մեջ նեղություն ելավ, քանի որ հբարդացավ։ Հբարդությունը մեծ մեղք մնե, հբարդացավ իր քեղեցկութենեն եւ ուզեց Աստծո ավելի բարձր լալ, որ անիկա չէր գնալ լալ։ Առաջ երթանք Հայտնություն 12:7-9 կարծեմ թե նիկարիգանիա Հայտնություն հա Տակեցա Միքայել ու իր հրաշքները Իշաբին հետ պատերազմեցան Իշաբն ալ իր հրեշտակներով պատերազմեցավ այդ չգրսավ եմ տնել եմ եղան երկնքի մեջ ալ վերջի չգտնվեցավ անոց իննովնական Այո, իննալ ուստի բացիկվեցան մեծ դիշաբը առաջման ոցը որ անսարգու ու սատանա դեպոչի որ բոլոր աշխարհը մոլորեցուց իր հրեշտակներով ալ իրեն և բացիկվեցան երկրի վրա Այո ինչպես որ քիչ առաջ ադիգա ասինք Ուրեմն բادرազմը Քրիստոսի եւ Սատանայի միջև է եւ մեջտեղը մարդիկ կան որ գոմն ես տուն եւ որուն գոմեն գելես մենք կնդրենք մենք Քրիստոսի գոմը բիդլանք թե որ Սատանայի գոմը բիդլանք եւ մենք գիտենք որ Քրիստոս հաղթեց ուրեմն մենք պետք է որ Քրիստոսի գոմը լանք որպեսզի մենք ալ հաղթենք այո ուրեմն վերջին հաշվով Աստված կբادرազմի մեղքի թեմ եւ հավետ չի հանդուրժեր այս հագամարտությունը Իրականությամբ չէ որ հբարդությունն էր փուն մեղքը Աստված այդ մեղքին հագարակ է որ կբادرազմի եւ հիմա այս ժողովուրդներուն հետ որ Իսրայելը կբادرազմի ադիալ մեղքի թեմ էր որ կբادرազմեր ոչ միայն մարդիկն էին adonk 400 տարի իրենց մեղքը շատ ծեր էր չէ որ 400 տարի եղավ երբ որ Աբրահամին ասա որ աս երգիրը քեզի բիդամ 400 տարի դեվեց որ աս մարդոց մեղքը անաստվածությունը անհավատությունը գլուխ առավ քնած մինչև որ Աստված եկավ որպեսզի իրենց թադաստանն է ուրեմն ոչ թե որ միայն Իսրայելի համար էր այլ Աստծո թադաստանը մեղքի հանդեպ եղավ ասպատերազմերուն մեջ եւ ի վերջո գրիվը գահասնի իր քագատնագետին խաչի վրա եւ ավարտին վերջնական թադաստանի ժամանակ կավարտվի եւ Աստծո արդարություն եւ սիրո բնավորություն նկարդարացվեն Մինչև խաչը բادرազմը եղավ Քրիստոսի եւ Սատանայի միջև, մինչև որ Սատանան խորեցավ, որ Քրիստոսին հաղթեց խաչին վրան տնելով։ Բայց երրորդ օրը երբ որ Հիսուս հարություն առավ, տեսավ, որ ինքը նորեն բարձվեցավ։ Ուրեմն աս նույն այդ հաղթությունը մինչև Քրիստոսի երկրորդ քալուստը գշարունակվի։ Եվ բայկարը մեզի մեր մեջ է։ Գսե որ ձեր բայկարը մարդոց թեմ չէ, այլ Սատանաներուն թևերուն աներևույթ իշխանություններուն թեմ է մեր բայկարը Ուրեմն կանանացիներուն լիագադար ոչնչացման գարկը պետք է հասկանալ Աստվածաշունչի աշխարհայացքի լույսի ներքո ուր Աստված ներկրաված է չարի ներկայացուցիչներու հետ դիեզերական բայկարի մեջ դիեզերքին մեջ վերջին հաշվով վտանգված է Աստծո հեղինակությունը եւ անոր բնավորությունը հորոմ ասել մեջ գսե Մարդը պետք է քրավե կամ Աստծո կամ չարի գոմը Ոստի այս նախաբատնությունը նկատում են լավ կանանացի ոչնչացումը պետք է դիտարկվել որպես վերջնական թադաստանի կանխասում այսինքն ի վերջո չարը պիտի ոչնչանա Ի վերջո չար մարդը պիտի ոչնչանա, ի վերջո չարիքը պիտի ոչնչանա եւ ասկանանացիներու հետ ունեցած պայքարը, որ Իսրայել ունեցավ, այդ վերջին պատմության վերջավորության մեկ նախապատկերն է։ Ինչպես կանանացիները ոչնչացուց որպես իրենց տեղը առնեն,
այդպես ալ վերջավորությունը Քրիստոս պիտի ոչնչացնի ամեն չարը, որ աս աշխարհի վրա գա, որովհետեւ նոր երկինք ու նոր երկիր ստեղծվի։ Դերը պիտի բادرազմի մեզի համար։ Մի վախցեք, կանգնեք ձեր դեղերու մեջ, ուրեմն ինչ պիտի գարտանք Ելիս 14, 13, 14 եւ 20։ 11 Հա, օքեյ, 15, 3-ն 11։ Okay. Դերը հզոր բادرազմող է, անոր անունը Եհովա է։ Փարավոնին գարքերն ու անոր զորքերը ծովը ներեց։ Այո։ Եվ անոր ընդիր ոստիկանները գարմիր ծովուն մեջ ընկղմեցան։ Անթունտները ծածկեցին անոնց։ Քարիբես խորում իջան։ Ու այդ ցերկդ ով դեր փարավորյալ է զորությամբ, ու այդ ցերկդ ով դեր խորդագեց թշնամին։ Ու փակիտ մեծությունովը քեզի թեմգեցողները գործանեցիր։ Ու փարգությունդ ղրգեցիր, որ զանոնք արտիվես կերավ։ Ու շունչի փչելովը ճուրերը հավաքվեցան։ Այո։ Հեղեղները թեզի բես կայնեցան։ Ձողուն մեջտեղը անթունտները բաղեցան։ Թշնամին ըսավ, պիտի հալածեմ, պիտի հասնեմ, ավարը պիտի փաժնեմ, իմ անցս անոնցմե պիտի գշտանա, իմ սուրս պիտի քաշեմ, իմ ցերկս զանոնք պիտի ավրե, քուհովդ փչեցիր, ձովու զանոնք ծածկեց, զորավոր ճուրերուն մեջ գաբարի բես ընկղմեցան, ով դեր, ասվածներու մեջ քեզի բես ով գա, սրբության մեջ փարավորյալ օրնության մեջ ըսկանչելի հրաշներ ընող, ով գա քեզի նման։ Ամեն։ Ամեն իրական։ Ինքը դնե ամեն։ Ինքը գահարդարդիցն է։ Հարթշնամին։ Ու հովդ փչեցի, ձողուն զանոնք ծածկեց, ովը զանոնք ծածկեց։ Դեր ու բես ընկղմեցան։ Մեկ ուրիշ տեղ մնալ ունի կարդալու։ Ուր է։ Գնաց 14 հեսվա, չէ՞ նա հեսու է կարդալիք տեղս։ Օ, ելից, աներողություն։ Ես նորեն ելից է։ 14 13-ը 14 եւ 25-ը, հա։ 14-րդ գլուխ 13 համարը, 14 համարը եւ 25 համարը։ 14 13 Այո։ Եվ Մովսես ըսալ ժողովուրդին. մի վախնար, սպասեցեք ու դեսեք դերոջը փրկությունը, որ այսօր պիտի ընե ցեզի։ Այո։ Վասնզի այսօրվան ցեր դեսած եգիպտացիները հավիդյան պիտի չդեսնեք։ Դերը ցեզի համար պիտի բادرազմի, դուք լուր գեցեք։ Շնորհակալ եւ 25-ը 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 հա հաջորդ էջն է։ Անոնց կարգերուն անիրները հանեց, որոնք դժվարությամբ առաջ կերքային, այնպես որ եգիպտացիները ըսին, փախչինք Իսրայելի երեսեն, վասնզի ահա Եհովան անոնց համար մեզի հետ կբادرազմի։ Այո, շնորհակալ եմ։ Ուրեմն մեր հասկացած անեգա է, որ Աստված է, որ մեզի հետ մեր դեղը մեզի համար կբادرազմի։ Մենք վախնալու բան չունենք, մի վախնալ գսեմ, մի զարուրիր։ Օրեր կգնանքալ, որ նեղություններ կդառնա, աշխարհը դժվարության մեջ է, աշխարհի մյուս կողմերը բادرազմներ կան, մարդիկ զարուրանքի մեջ են, բայց երբ որ Աստծո վրա կվստահես, կսեմ մի վախնար, նորեն կսեմ մի վախնար, սպասե եւ դես Տերոջը փրկությունը, որ այսօր բիդնե քեզի, եւ վերջ նա կսե թուն լուր գեցիր։ Լուր գեցիր, միայն փառք տուր Աստծո, մի փողոքեր։ Հիմա այսօրվա 11 բանն ալգա, կարծեմ ասոր մեջն է։ Տեր անոնց համար կբادرազմի եգիպտացիներուն թեմ բادرացա, հիմա կանանացիներուն թեմ բادرազմի։ Քանի որ ռազմական հմտություն չունեին ասոնք։ Ուրեմն Աստված պետք է իրենց արժև կար։
Աստված պատերազմող է, նախացերությունը անոր կպատկանի, այն կսահմանե ռազմավարությունը, կսահմանե միջոցները եւ կվարե արշավը։ Եթե Եհովա մեր Աստվածը չգրվի Իսրայելի համար, անոնք հաջողության հասնելու հնարավորություն չունին։ Երբեմն մենք անույն ունենք։ Մենք կխոյենք մեր ուժովը բիդինենք, մեր խելքովը բիդնենք, մեր տրամովը բիդնենք, մեր համբավովը բիդնենք։ Ասոնք ամենը բարապ բաներ են։ Թուն կնա ասե, որ ես այսօր լավ բամը բիդինեմ, գելես ոտքդ կթարնա, բամնա չես կնարնել։ Չէ, բարս բամն է ասիգա։ Բայց երբ որ Աստված կնե քեզի համար, քու հույսդ, քու զորություն Աստծո վրա թիրս է, որ Աստված ինձ զորություն բիդնա, Աստված ինձ ուժ բիդնա, Աստված ինձ բիդինե, փարտուր իրեն։ Փարտուր իրեն։ Ուրեմն Աստված կսե չէր նախադեսած, որ անոնք խոստացված երկիրը ցերկ բերեն բادرազմելով, այլ խոնարհությամբ եւ իր հրամաններին անվերաբար հնազանդելու միջոցով։ Աստծո հնազանդ եղիր, մի բادرազմիր, լուր գեցիր, Աստծո հնազանդ։ Երբեմն մենք խոսքի գրիվի մեջ կմտնանք։ Մարդիկ մեզի փամը գսեն, գուզես անոր դեղը տնել։ Հայկական խոսքով ասոր ինչավոր բերին համը դվի գսեն։ Շիտակ է։ Աստված այդպես չաշխատիր։ Սիդեսալ բաղեցավ գսել։ Հա։ Լավը գսե իրեն դեղը թրի սիդս բաղեցավ։ Բաղեցավ։ Չէ, Աստված լուր գեցիր, ցեկե որ Աստված քու դեղդ պատերազմի, շատ ավելի լավ կպատերազմի։ Թուն փամանես թե կգոդրես։ Աստված ընեն է կշտկե։ Շիրակ ճամփու վրա գտնե։ Մենք չենք ուզեր մարդիկ կորսվին, մենք ուզենք մարդիկ փրկվին։ Բայց երբ որ մենք մեջը կմտնանք, անոնք ավելի հեռու գինան։ Երբ որ գցկես որ Աստված մեջը մտնա, չես գիտեր ինչպես հարցը շիրակ ծևով գլուծվի։ Ինչպես Եգիպտոսեն անոնց ազատագրման ժամանակ Աստված պատերազմելու էր անոնց համար, անոնց միայն կմնար հանգիստ մնա եւ ագանադեսը լալ անոր հզոր միջամտության։ Թուն ինչ կուզես եղիր, գնա շնաջանջերը փերեր ժողովրդի վրա լեց